Ռոս նստել է սայ աղջի շինարարությունը երում ամյատ հետ տեղիցը ճաժվի ես քնձրոտ խաղոտի տեղը տեսի շենք է գցելու։ Հույս ունեմ այդ շենքը մինչև վերջ քո ձեռքով չես, չէ՞ կառուցելու, որտեղ եթե մեկ այդ շենքի մոտ փռշտա, այդ շենքը կփլվի։ Սակո, ես հույս ունեմ չես մոռացել, չէ՞ որ նախքան շենքի կառուցելը մենք բան ունենք անելու։ Չէ, աղջի չեմ մոռացել, Կարենին ու Սոֆին պիտի իրարից բաժանենք, բայց ասեմ, յանը այդ մեզ պետք է որ Ռոժան, դու տեսես ինչ շենք եմ սարքելու։ Յախ Սակո, շատ էլ լավ եղավ, անբաղ զամբաղ խոսում ես, մի քիչ լուր մնա մտածեմ էլի տեսնեմ ինչ ենք անում։ Ասի չայլը։ Բանջա ոչ մի բան չի եղել հանգիստ եղի, ուղղակի Սակոն ուզում էր իր ապագան կառուցի, ոնց տեսար չի ստացվել էլի։ Ալո Զալի, շեֆիս ասածը հիշում եք, չէ, որ պետք է Սոֆիին ու Կալերին իրանից բաժանեք 19 ժամում։ Հա չէ Վահանջան, տենց բանը մոռանալ կլինի, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, ուղղակի դու էլ պիտի մեզ օգնես էլի։ Վահանջան, դու կարող ես իմանաս Սոֆին ինչ չի սիրում։ Ասեմ, շատ բան կա, որ Սոֆին չի սիրում։ Օրինակ Սոֆին չի սիրում, երբ որ ինքնաթիռը վայրեջք է կատարում ու ներսի նստած մարդիկ ծափահարում են։ Ինքը չի սիրում, երբ որ ծնունդի օրով Հոբերյալի դեմքին տոլթ են քսում։ Մեկը չի սիրում, երբ որ պարոն Մատաթյանը իր պապան իրան անակնկալ նվերներ է անում։ Այ հենց էդ էլ մեզ պետք է Վահան։ Ուրեմն դու արագ գնում ես, բերում ես այն ինչ որ պարոն Մատաթյանը ուզում ա նվիրի Սոֆին, մնացածը մենք կկազմակերպենք։ Սակո։ Իմ բացակայության ընթացքում դրանում շատ իր կլինեք, չէ՞։ Հա, Լոզալի։ Լոզալի, Ռոս։ Բայց ես հիմա ինչ անեմ։ Ուզում ես նախ եւ առաջ գնա լվացի, քանի արցան չես դարել։ Ես էլ նստեմ մտածեմ։ Գնա։ Բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Երկուն ես դու երեք աղջիկ, բայց երազել ես միշտ տղա, նույնիսկ զոքանչն ա քո աղջիկ, հաստատ կլինի բոլոլա, բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Դե բավ է դե բոլա, վայ այ քեզ բոլոլա, հոր ներվերին հալալա, վայ այ քեզ բոլոլա, դե բավ է դե բոլա, վայ այ քեզ բոլոլա, արամ պապին հալալա, վայ այ քեզ բոլոլա, դե բավ է դե բոլա, վայ այ քեզ բոլոլա, հոր ներվերին հալալա, վայ այ քեզ բոլոլա, դե բավ է դե բոլա, վայ այ քեզ բոլոլա, արամ պապին հալալա, վայ այ քեզ բոլոլա, բոլոլայա լինելու ու ահավոր կինո։ Արամ ջան, ես Փարիզում ես։ Չէ, ալա ինչ Փարիզ։ Հենա, հետևը Տեյֆելյան աշտարակը երևում է։ Ալա Իտալիայում եմ ինչ կա։ Լուրջ ես ասում, պիցցա կերել ես։ Չէ, ալա։ Ես մեր տան գարեջե շտուճկայի չեբու պիցաներն եմ կարոտել։ Վախ Արամ ջան, սիրտս վկայում էր, հենց նոր չեբու պիցայի ուզում սարքեի։ Վախ, ալա։ Մի կտորից կպայես, որտեղ մի քանի օրից։ Ինչ մի քանի օրից, Արամ։ Արամ կարող է ինֆարկտ խփեց։ Չէ, ալա, կապերը լավ չի։ Ոնց որ կախում է, ասում եմ մի քանի օրից հետ եմ գալու։ Հա, Արամ ջան, արի, քեզ շատ են կարոտել։ Արի մեզ այդ շարք կանգնացրակ անտովկաները ստուգի, բաղնիքից օգտվելու գրաֆիկ կազմի։ Բայց միջև գալս մի քանի բան կասեմ Մարեք անպայման։ Հա, Արամ ջան, ասա կանեմ, ի՞նչ է պետք։ Ալեքսին ասա թող գնա։ Արամ։ Ալեքսին ասեմ ինչ։ Արամ։ Չի լինում զանգել։ Էս ինչ կապերա։ Ինչ էր ուզում ասեր, տեսնես Ալեքսին ասա թող գնա։ Վայ։ Հաստատ ասում է տնից հանի, գիտես, ինքը միշտ էլ Ալեքսին չի սիրել։ Երևի մտածե գցե բռնել այդ որոշման ա եկել։ Ինչ ասեմ Արամ ջան, իմ սրտով չի, բայց գիտես, քո ասածը մեր տանը հրաման ա։ Այո, Ալեքսին կասեմ թող գնա։
Սակո ջան, Ռոզան եմ այդ տղա քո կինը, արի բժշկի տանեմ էլի։ Գժվել ես այ աղջի։ Ի, այդ տղա, այդ երշիկով դու ես տարօրինակ բաներ անում, ես եմ գժվել։ Ալա ոնց է երևում, որ դու շինարարությունից բան չես հասկանում։ Ուղղակի երկար մետր չունեի, ստանդարտ բան է, էլի 12 անձի այս երշիկը, ասի մի հատ հասկանա մեր շենքը, քանի երշիկի վրա է։ Սակո դու ամուսին չես, դու պաբեդիտի սվերլո ես։ 8 նոց։ Ալոզիչկա, Ես սակոն եմ։ ալոզիչկա։ Ասա ինչ է։ Ուրեմն այս վզնոցը շեֆս իր աղջկան էր ուզում նվիրել, բայց ինքը չէր համաձայնվում։ Ինչ ասես չենք փորձել, անգամ փորձել են, որ սուպերմարկետում ինքը միլիոներորդ հաճախորդն վանձելոցի կա գտնում եւ սա նվեր ենք տալիս։ Եվ երկրորդը փորձել եմ անգամ գիշերը քանած ժամանակ սա դնեմ բալցի տակ, որ ատնանա ասեմ բարի փերին ա բերել։ Այս վերջերս էլ փորձել էի շամպունի մեջ գցեի, որ մի անգամից լողանալ ընկնել գլխին վերցնել, այնը մտածեցի որ լավ չի, բայց գլել ենք որ բլնի։ Բայց են դուր եկա։ Խոհանջան, դու տես հեսա մենք ես վզնոցով ինչեր ենք անելու։ Կգողանանք ու կծախենք։ Կներես, ես մեկ-մեկ չեմ կարողանում մտքերս կառավարեմ։ Կարեն։ Կարեն ջան մի հատ արի ստեղ էլի։ Կարեն, Սոֆիի մոտ ես գնում։ Այո, որովհետև Սոֆին իմ ընկերուհին է։ Համել քեզանից բոյով է։ Կարեն ջան, ես ինչ լավ լուր ասեցիր, այնքան ուրախ եմ ձեր համար։ Ախի, բայց մենք էդի գիտեինք։ Ձենդ կտրիսակը։ Կարեն ջան։ Բա դատարկ ձերքով ես գնալու։ Վայ, ճիշտ է։ Խանութում պծիչի մալակո ունեք։ Ինչ պտիչի մալակո։ Հելո դու նա ինչ ունեք։ Շատ սիրուն է, բայց ես այսքան փող չունեմ, չէ։ Դե լավ էլի Կարեն, 20,000 դրամն ինչ փող ա որ։ Ոնց 20,000 դրամ։ Ոնց 20,000 դրամ։ Ես 20,000 դրամ, մի րոպե կավա գողացած է։ Չէ, Կարեն ջան, այս մորքուրս է ինձ նվիրել։ Ուղղակի ես սենց բաներ չեմ սիրում։ Այս ճոխությունները իմ համար չի էլի։ Վահանին 40 ենք ասում, քեզ 20-ով կտանք դու մերն ես, էլի ուրիշ չես։ Վերցնում եմ։ Վայ Կարեն ջան, առողջ ելնեք, բախտավոր ու երջանիկ։ Մերսի։ Դե ես բարձրանամ իմ ընկերուհու տուն։ Հիմա ինչ կբաժանվեն։ Դե աշխատում ենք այդ ուղղությամբ էլի։ Նվերներ կան էլի։ Ալեբիքը։ Բաբեր։ Ոսա։ Սակո։ Բարի ստոյկե 12 երշիկ անում սենց։ Դա տեսես չապեմ ու վերջ։ Չափ։ Տիկինալա, այսօր եք գնում, չեմ մի րոպե գուշակեմ, հաստատ գնում եք Եգիպտոս Արամ ձեձեի մոտ հանգստանալու։ Չէ, Ալեքս ջան։ Առանց Արամ ձեձեի եք գնում Եգիպտոս։ Ես չեմ գնում, դու ես գնում։ Ես գնում եմ Եգիպտոս։ Դե Եգիպտոսով Եգիպտոսի անուն տվես տղա ջան։ Ճիշտ ասած արդեն չեմ հիշում, բայց լավ, ի՞նչ է կատարվում ստեղ։ Արամներ զանգի Ալեքս ջան։ Ասեց, որ քեզ տնից դուրս հանեմ։ Ինչի համար։ Դե Ալեքս ջան, գիտես, Արամը հենց սկզբից էլ քեզ չի հավանել։ Ուզում էր, որ մեր Լիլիթը ավելի կայացած, ապահով մարդու հետ ամուսնանա։ Դրա համար պիտի գնաս։ Տիկինալա, բայց մի քիչ անկապ բան չի այդ ամեն ինչը դեմքիս ասելու համար։ Դե ինչ անեմ, Ալեքս ջան, Արամն է ասել, պիտի գնաս, գնա։ Բայց ու գնամ։ Չգիտեմ, թեկուզ Եգիպտոս։ Աբսուրդ է ախր։ Ես ոչ մի բան չեմ արել։ Եկեք սպասենք Լիլիթը թող գա, հասկանանք ինչ ա եղել։ Արի դրսում սպասի Ալեքս ջան, որ Արամը զանգի ասի այդ գադուն տնից հանեցիր, կարողանամ ասեմ հա։ Մի րոպե Ալեքս ջան։ Դու գիտես, ես քեզ միշտ էլ սիրել եմ, բայց Արամին դեմ գնալ չեմ կարող Ալեքս։ Այս վերջրու սկզբի համար յոլա կգնաս։ Դե հիմա գնա։ Գալիս եմ։ Կարեն։ Ինչ ա եղել։ Բարև Սոֆիս։ Ուրեմն նայ, ես ամբողջ գիշեր չեմ քնել, մտածել եմ մեր մասին ու կառուցել եմ մեր ապագան։ Ես եմ քեզ կարևոր բան պիտի ասեմ։ Կասես, բայց մի հատ տես լավ բան եմ մտածել։ Ուրեմն նայ, մենք ամուսնանում ենք, ապրում ենք մեր տանը, հեռու բոլորից, ունենում ենք 2, ինչու՞ չէ նաև կարող ենք 3 երեխա ունենալ, ու ես ուզում եմ, որ առաջնեկը անպայման ինձ քաշի, բոյով, խելացի, նպատակասլաց ու կապուտաչյա։
Այս մեկը մի քիչ չափազանցրեցի։ Նայ, ունենում ենք սիրուն այգի, որտեղ աճացնում ենք պոմիդորներ, ու այս բոլոր պոմիդորները լինում են սրտիկի տեսքով, որովհետև մենք իրար շատ ենք սիրում։ Պատկերացնում ես։ Հա։ Չէ։ Չէ։ Ես քեզ ասում եմ կարևոր բան ունեմ քեզ ասել։ Ես էլ քեզ, մի րոպե։ Կարեն, ես շատ թանկարժեք վզնոցը։ Ինչի ես առել։ Այո, դու պետք է փայլես ավելին, քան յուրաքանչյուր ոսկյազարդ։ Ալեքսա սովորացրել։ Շնորհակալ եմ շատ, բայց կարևոր բան ունեմ քեզ ասել։ Այ, մոռացել եմ գինի վերցնեմ, 1000 ներողություն կխնդրեմ, սպասես, իջնե վերցնեմ գամ։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Սակո, այս էքսկավատոր ես բերել, որ ֆունդամենտը փորես։ Հերոս ջան, ուղղակի ցանկացած իրան հարգող շինարարը պետքա պերերի ժամին նորմալ հաց ուտի։ Պահ, իբր կոտորվեցիր գործանելով իմ էլ պերերի վես անում։ Շարվա չես ուզում կգնամ ուրիշ տեղ կուտել։ Ստայաց։ Վիրտարա։ Սակո, ասել ես պերերի վենք անում, ուրեմն պերերի վենք անում։ Ամուղատ, հա։ Աչես կարա նորմալ ասես հա։ Չեմ կարա ուտում եմ։ Ուտելով ասա։ Չեմ կարա։ Էս Պորշ, հա։ Չէ, այս Պոլշի բանալին է, Պոլշը շենքի հետևում է կանգնած։ Ահան ջան, բայց մենք հələ չենք հասցրել Սոֆիին ու Կարենին իրարից բաժանենք։ Վայ, Սակո, ինչքան ես հիմար դուրս տալիս։ Այս Սոֆիի նվերն է, չէ։ Ապլես լոզը չկա։ Շեֆս ուզում էր իրան Պոլշ նվիրել, բայց Սոֆին չէր համաձայնվում։ Դրա համար մտածել ենք իբը կրթության նախարարությունը լավագույն ուսուցչուհուն նվիրում է Պոլշ, բայց մեկը էլի չհավատաց։ Ես էլ էլ չի հավատա։ Լավագույն ուսուցչուհուն նվեր։ Նորմալ բան օրինեիք էլի։ Սակո Ռոզա, ինձ մի շիշ գինի տվեք։ Կարեն ջան, գինին ինչ ես անում, հեսա էժան Պորշ կարի վերցրու տար նվիրի Սոֆի։ Ասալլա։ Արամ ջան, ոնց ասել ես, տենց արել եմ։ Ալեքսը նոր գնաց։ Շատ լավ է։ Շուտվանից այդ պիտի հարացրնենք։ Իզուրել ես կա ցկցկեցինք։ Հա, որ կարծում ես ճիշտ ենք արել։ Բա որ Լիլիթը նեղվի Արամ։ Բայց ինչից պիտի նեղվի։ Հակառակը Լիլիթը շատ կուրախանա։ Լիլիթին ասում ես, թող գնա իրան նոր։ Նորի ինչ Արամ։ Արամ կտրտում ա, մի հատ նորից ասա էլի։ Ասում եմ Լիլիթին ասում ես, թող գնա իրան նոր։ Արամ ջան, կտրտում ա, չեմ լսում։ Գտնի։ Դե լավ էլի։ Երևի թե կաշտարակն ա Wi-Fi ցրում։ Թե ասա չեք ֆայմում ուղեք, որ կապերը լավանա։ Նոր ինչ գտնի Լիլիթը։ Հա։ Ալեքսին տնից հանելա, հիմա էլ ուզում ա երևի, որ Լիլիթը իրան նոր ամուսին գտնի։ Արամ, ինչ ես անում։ Սոֆի ջան, գինին բերել։ Հիմա կարանք խոսանք։ Բաժակներն ու բացիչը որտեղ է։ Խոհանոցում։ Կարեն։ Եկա։ Հա, հիմա կարող ենք խոսել։ Կարեն, ես մի բան եմ արել, որի համար զղջում եմ։ Զղջում։ Սոֆի ջան, գիտես կյանքում կան բաներ, որոնց համար ես էլ եմ զղջում։ Ես մի քանի օր մտածում եմ քեզ ոնց ասեմ։ Պորշը։ Ինչ։ Էս քեզ։ Էս ինչը։ Քո Պորշը, որը կայանած է դրսում, ճիշտ է, մի քիչ ճիշտ տեղ չի կայանած, բայց ես տուգանքի հարցը կլուծեմ։ Շնորհավոր։ Կերմեսրոպ ջան, հեսակինդ կգա կծանոթանաս։ Ես էլ զանգեմ աներով չտասեմ, որ իր ասած արել եմ։ Մամ, ես եկա։ Բարև ձեզ։ Չգիտեի, որ հյուր ունենք։ Հյուր չի Լիլիթ ջան, ծանոթացի։ Ամուսինը տա, Մեսրոպը։ Չհասկացա։ Լիլիթ ջան, բարձրագույն ավարտ աղջիկ ես, ինչ կա չհասկանալու։ Ասում եմ քո ամուսինն է։ Ծանոթացի Մեսրոպ ջան, կինը տա Լիլիթը։ Մեսրոպ։ Մամ, ինչ հաստեղ կատարվում։ Բալես, պապան ասել էր, որ քո համար նոր ամուսին գտնեմ, ես էլ գտել եմ։ Իմիջայլոց Մեսրոպը շատ լավ մասնագետ է։ Մեսրոպ ջանի չէիր աշխատում։ Չեմ աշխատում։ Ոչինչ, պապա
Պապան կգա միտեղ կտեղավորենք, բալես։ Մամուր Ալեքսը։ Բալես, պապան ասել էր Ալեքսին տնից հանել։ Լիլի ջան, սպասի, եթե չես հավանում, նոր ամուսին կգտնենք։ Մեսրոպ ջան, կներես չհավանես քեզ։ Արի դուրս։ Սակո, ես ինչ ա եղել։ Աղջի մի հատ օմպի է։ Ինչ ա եղել այդ աղա։ Արասի մի հատ քանի պարապ է մելը մե չինարությունը առաջ կծնային։ Բայց ոնց տեսնում եմ մենակ քեզ ես գցում։ Առոս ջան, այս ինչ ծառեն այս ահա։ Ռոզաջան, ես եկա ցավը տանեմ։ Էս ինչ է։ Այսի ցուցակն է, որ անդար շեֆից տուն չգնա անգամ մի անգամից ցուցակը բերել եմ ան։ Ոնց, ցուցակն են Կարենին տալու որ նվիրի Սոֆին։ Չէ, Ռոզալի ջան, ցուցակի մեջի գրածներից մի բան ընտրեք, ասեմ շեֆից բերի։ Վայ մամա ջան։ Ոնց։ Ոյ Տեր Աստված, թե ինչի չեմ ես Մադացյանի աղջիկը։ Լավ, Վանջան ես ցուցակը թողի մոտ, ես կարդամ նախանձեմ ու քեզ կասեմ ինչա պետք որ բերես։ Բայց լակոն ինչ ա եղել։ Բանի տեղ մի դիշինարությունն առաջ Բադի ընթաց, կապետս։ Աղջի, ռաս։ Մամ, չես լսում դուրնա։ Մամ։ Ես կբացեմ, հա։ Բարև ձեզ, անգուսի մսով քյաբաբ պատվիրել եք։ Հա, պատվիրել է, բայց մի բան էլի խնդրեմ, կլինի ես հիմա դուռը փակեմ, դուք նորից տուկ-տուկ տակ, ես նկարելով գամ, ասեմ ինձ թվում է իմ անգուսի մսով քյաբաբն է հասել, դուռը բացեմ, ասեմ տեսնում եք ինչ ուժեղ 8-րդ զգայարան ունեմ։ Մամ, հեռախոսս տեսել ես։ Հա, հեսա։ Բալես, կներես, պապան էր ասե, որ անեմ։ Երևի նորից չի ուզում, որ հեռախոս ունենաս։ Խնդրեմ։ Կարեն, խնդրում եմ ինձ կասես, քեզ որտեղից ես թանկարժեք վզնոցը եւ մեքենան։ Դե Սոֆի ջան, արդեն ասեցի էլի։ Բայ խնդրում եմ էլի մենակ մի ասա, որ սերը հրաշքներ ա գործում։ Հստակ ասա։ Առել եմ։ Ինչ չեմ կարա։ Դու քո ոստիկանի աշխատավարձով։ Հա, ինչ էժան կպավ առա։ Համել ես եմ ոստիկանը, դու ես ինձ հարցակնում։ Բացատրում եմ։ Սրանք ինձ վաճառել են Սաքոնու Ռոզան, շատ հարմար զեղչով։ 20000 տվել եմ վզնոցին, 30000 Պորշին։ Դոլար։ Դրամ եմ ասում, էժան կպավ։ Հələ մի րոպե։ Այսինքն Սաքոն ու Ռոզան բակի բուտկայում մեքենա ու թանկարժեք վզնոց են վաճառում։ Հա։ Ես հասկացա։ Այս ամեն ինչը պապան ա կազմակերպել։ Գիտի, որ չեմ սիրում ինքն ինձ թանկարժեք նվերներ առնում, փորձում ա դա քո միջոցով անել, որ մտածեմ ինքն ա քեզ ուղարկել ու քեզանից բաժանվեմ։ Սոֆի ջան, ինքը ինձ չի ուղարկել, խնդրում եմ մի բաժանվի ինձնից։ Ես ամբողջ օրը հենց դա էլ փորձում եմ քեզ ասել։ Խնդրում եմ, մի ընդհատի ու փորձի հասկանալ։ Ասա, Սոֆի ջան։ Ես ուզում եմ քեզանից ներողություն խնդրել։ Հարց չկա, Սոֆի։ Կարեն։ Լռում եմ։ Ես շատ ստոր քայլ եմ արել քո հանդեպ։ Պապան ուզում է ինձ ամուսնացնել մի մարդու հետ, ում չեմ սիրում ու ընդհանրապես չեմ էլ ճանաչում։ Ես էլ դրանից խուսափելու համար ստեցի ասելով, որ ընկեր ունեմ։ Բայց պապան ու Վահանը չհավատացին ու հայտնվեցիր դու։ Ես էլ ասեցի, որ դու ես իմ ընկերը։ Ու ստացվում է, որ ես քեզ օգտագործել եմ։ Ստացվում է դու ինձ օգտագործել ես։ Հա, Կարեն, բայց հասկանում ես, այդ ամեն ինչ այդքան էլ հեշտ չի։ Դու ինձ օգտագործել ես։ Կար կլսես ինձ։ Դու ինձ օգտագործել ես։ Կարեն, ես չեմ վերջացրել։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Ալեքս ամբողջ թաղամասով ընկած քեզ եմ ման գալիս, ինչ ես անում ստեղ։ Լայմի ու չիլիի համով չիփս եմ ուտում։ Այսօրվա միակ լուսավոր կետն է։ Չնայած թթու ու կծու։ Ինչ ես տնից գնացել։ Ես տնից չեմ գնացել, մամա տա ինձ դուրս անել, որովհետև պապա տատա ինձ ասել, ճամպրուկները տվեց ինձ, Ատմարցինյան տվեց ձեռս, ասեց գնա։ Չեմ հասկանում ինչ է ստեղ կատարվում։ Նոր էլ մտածում մաման ինչ որ նոր տղա է բերել ու ասում է իմ նոր ամուսինն է։ Մալադես Նիկինալը շատ արագ է աշխատում։
Մաման միշտ էլ papayi հրամանները արագ է կատարել։ Ինչ է այստեղ կատարվում, դա չեմ հասկանում։ Արփի ինչ ա եղել։ Մաման հեռախոսը ջարդել է։ Ինչի էլի նկարում էիր, թե ոնց է ատամի խոզանակով կարտոֆիլը լվանում, որ գցես դիտումներ հավաքես։ Չէ, ասում եմ, որ papan է ասել։ Նարես, ինչ ես հագել։ Մաման է ստիպել, որ հագնեմ, ասում է papan է ասել։ Լիլիթ ջան կներես, բայց պիտի ասեմ։ Ինձ թվում է քո ծնողները արդեն ցնդել են։ Ալեքս, դու ձերով տեսել ես։ Չնայած մենք ոչ մեկս էլ չենք տեսել։ Լավ, վերջացրեք, պետք է զանգել papayin հասկանանք ինչ է այստեղ կատարվում։ Սակո։ Այ Սակո։ Հա։ Դու պատկերացնում ես, Ռուդոլֆը ուզեցել է փոքր ժամանակ Սոֆին կենթանի նվիրի։ Այդ նորմալ է, Ռոզ։ Հավաց ֆլամինգո։ Հետն էլ սեփական ինքնաթիռ։ Դե հարուստ են։ Վայ դու մինչև վերջ լսի էլի։ Սեփական ինքնաթիռ, սեփական օդաչու, սեփական օդանավակայան։ Դու հասկանում ես, ես ինչա նշանակում։ Այդ նշանակումը շատ հարուստ է։ Չէ, Սակո, այդ նշանակում է, որ եթե մենք էլ սկսենք շենքեր կառուցել կհարուստանանք ու մեր երեխեքին այտենց նվերներ կանենք։ Ռոզ, գիտես, օրինակ ես վստահ եմ, որ եթե մենք տոլոյին ինքնաթիռ նվիրենք, ասելու է դրա էկը չկա, բազմացնենք ձագերը ծախեն։ Հա, Կարեն ջան, անակնկալներդ ստացվեցին։ Չէ։ Կարեն, Սակոն բիրիկնոցից էժան ապրանք ա բերել։ Հնդկական կղզիկա, կարող է 50,000-ով ուզես քեզ տանք։ Չէ։ Իսկ ինքնաթիռ, Կարեն։ Հələ մի հատ այն ֆլամինգոն առաջարկի։ Իսկ ֆլամինգո կուզես, Կարեն։ Ինձ էլ ոչ մի բան պետք չի։ Ես ու Սոֆին էլ ընկերություն չենք անում։ Վայ, էդ ինչ վատ բան ասեցիր։ Ոչինչ, Կարեն ջան, ոչինչ։ Բոլոր հարաբերությունների մեջ երջանիկ պահերը մի օր ավարտվում են։ Հենա ինձ ու Ռոզին նայ հասկացին։ Ես ավելի լավ ագենա։ Գնա, ախպեր ջան, գնա։ Մենք էլ տենանքին չենք անում։ Ինչ պետք է անենք այդ։ Հեսա ես զանգեմ Ռուդոլֆին, դու էլ գնային ավազը ցեմենտ աստիճանը բեր, շինարարությունը սկսենք։ Ոյ, ինչ եղավ։ Երեխեք ջան, երևի մամանից սխալ է հասկացել, կապերը գնում գալիս էին։ Ես չեմ ասել Ալեքսը թող գնա։ Ասել եմ Ալեքսը թող գնա սալոն, իրան մի հատ ավտո ընտրի, որ կամ փեսուս մի հատ նվեր առնեմ։ Որոմ ձեզը լուրջ եք ասում։ Իհարկե Ալեքս, բա մի տարիա փեսես։ Ինձ էլ տղա թորես պարգև է, բա մի հատ նորմալ նվեր չանեմ քեզ։ Որոմ ձեզը չեմ հավատում։ Չգիտեմ ոնց հայտեմ իմ շնորհակալությունը, խոստանում եմ մինչև ձեր վերադառնալը մի հատ ընտիր կենաց բանաստեղծություն եմ գրելու ձեզ մեծ արող։ Ալեքսն ես չանես փոշմանը։ Հա, ես ձեզ հասկացա։ Պապա, մաման ինչ է ինձ նոր ամուսին գտել։ Այդ էլ է սխալ հասկացել։ Ասել եմ Լիլիթին ասա թող գնա, մի հատ լավ տարածք գտնի, որ գանք իր համար իրավաբանական գրասենյակ բացենք։ Պապային հեռախոսը։ Էդ էլ եմ ասել, որ քո հեռախոսը վերցնի, մոդելը ասի, ես տեղից դրան նորը քո համար առնեմ բերեմ։ Չեմ ասել երեխու հեռախոսը ձեռից վերցրու։ Երևի կես տալս է տենց հասկացեք։ Պապա, ամեն ինչ բացատրեցիր, բա այն բալետի շորը ոնց կբացատրես։ Ասել եմ Նարեին ասա թող պատրաստվի, որ գալու եմ իրան տանեմ բալետ։ Հենա սաղ ճիշտ է հասկացել։ Դու էլ սխալ հասկացար։ Բալետ։ Բալետ անի Ռեալ Մադրիդին, հենց Մադրիդի մարզադաշտում։ Տոբ ես քեզ շոտ եմ կարոտել շուտ արի էլի։ Մի խոսքով երեխեք ջան, մեծ թյուրիմացություն ա եղել։ Գնացեք ու մամային սաղ բացատրեք։ Եղավ, պապ ջան, ապրես շատ։ Երեխեք, բայց կապերը նորմալ էր։ Բա մամայի մոտ ինչի էր կտրտում։ Երևի մամայի հեռախոսը այնքան հին է, որ անտենայի մաքսիմալ հեռավորությունը ստեղից հրազդան է։ Ես ձեզ առաջարկում եմ ավելի լավ գումար հավաքենք ու մամային մոբայլ ցենտրից նոր հեռախոս առնենք։ Որ խնդրեմ դուք կհավաքեք, ես հետո տամ։ Ալեքս, շատ եմ սիրում քո առատաձեռնությունը։ Նարե, դու ավելի լավա գնա փոխվի։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։ Չեմ հասկանում, ես հեռախոսետ ինչ հա կատարվում։ Ուզում եմ զանգեմ, հեսա կալկուլյատորա բացել։ Արամի համարն եմ հավաքում, Սիբիրի եղանակն ա ցույց տալիս։ Ոչ։ Մամ, էդ ինչ ես անում։ Ուզում եմ պապայի հետ կապ հաստատեմ, զանգեմ իրան ասեմ, ինչ ուզել է արել եմ։ Մի րոպե, Ալեքս, դու ստեղ ինչ ես անում։ Լիլիթ, ինչ ես առանց նոր ամուսնու։
Մամ, խնդրում եմ այդ հեռախոսդ կորցրու կամ թաղի հողի տակ ընենց, որ ոչ մեկ չգտնի։ Ու վերցրու այս նոր Samsung Galaxy S Ultra հեռախոսը։ Զանգի պապային ինքը քեզ ամեն ինչ կասի։ Հա? Արամ։ Ահա։ Հարամ ջան։ Հալա, շատ կարևոր բան եմ քեզ ասելու։ Տապճկեքս վերցնում ես, դնում ես սառնարանի մեջ, որ լավ սառիկա մաքնեմ։ Հեսա կգտնեմ։ Հալա ու դու պատրաստում ես այդ ապուշությունը անես։ Դու էլ գիտես, որ ապուշություն է։ Ինձ էլ թվաց ցնդել ես, Արամ, բայց քեզ այնքան շատ եմ սիրում, ինչ ասում ես անում եմ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում, Հալա ջան։ Սրանից հետո ասածնես միջև վերջ կլսես, որ այսօրվա պես բոլորը չդառնա։ Ներողություն եմ խնդրում Արամ ջան այսօրվա համար։ Բայց ես տենց էլ չհասկացա, հիմա Ալեքսին թողում եմ հետ գատում, թե չէ։ Ռես։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո։